Արմանուկյան, եկեք խոսենք բարդություններից։ Կարծիքները տարբեր են, շատերն ասում են կախված քանակից ալկոհոլ, այնուամենայնիվ, եթե մարդը արդեն երկար ժամանակ օգտագործում է ալկոհոլ, որոնք են հիմնական բարդությունները, մասնավորապես օրինակ լյարդը վերցնենք, նույն սեռական խանգարումները եւ այլն, քան որպես ոլորտի քաջագիտակ կնշեք, խնդրեմ, այն հիմնական բարդությունները, որոնք սկզբնական շրջանում արդեն իսկ գլուխ են բարձրացնում, հոգեկան առողջությունը։ Լավ հարց էր, շատ ակտուալ է օրերին, նամանավանդ էս հետտոնական, սենց ասեմ, քանի որ ալկոհոլը հոգեներգործուն նյութ է, այսինքն մենք ունենք միանգամից ազդեցություն նյարդային համակարգի վրա, հոգեկան աշխարհի վրա, եւ բնականաբար որտեղ է մարսվում ալկոհոլը։ Արյան միջով ներծծվելով ստամոքսից, հասնելով լյարդ, որտեղ որ հիմնականում քայքայվում է եւ տրոփվում է ալկոհոլը, նույն ալկոհոլ դեհիդրոգենազայի օգնությամբ մենք ունենում ենք լյարդային խնդիրներ։ Շատ հաճախ ճարպային հեպատոզի տեսքով, լյարդի մեծացման տեսքով, ես տուժում է նաև ենթաստամոքսային գեղձը, որը որ եթե վնասվեց նաև այն մասը, որը որ ինսուլին արտադրող լանգերգարսային այդ բջիջ գղզյակները, մենք ունենում ենք նաև արդեն դիաբետ, շաքարային հիվանդություն, որը որ շատ ավելի ծանրացնում է եւ շատ ավելի ծանր վիճակ է։